Ժողովուրդ վիդեոն շատ կարևոր է, խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածել։ Ուրեմն երբ որ ընդդիմադիրներից եմ խոսում, մասնավորապես Քոչարյանական թևից, այն տիպի լայն արձագանք է գտնում, չգիտեմ, Facebook-ում, YouTube-ում, որ իմ տեղեկություններով դաժե անձամբ Ռոբերտ Քոչարյանն է նայել ու բանարել, թե իսկի դեմը չեք առնում, չեք տեսնում, որ դաժե մեր համակիրները, որ իշխանություններին այն տիպի սենց դեմ են, մտնում հետը համաձայնվում են խոսածածի հետ, խի դեմը չեք առնում։ Խոսքով տարբեր առաջարկներ եմ ստացել, բոլորը մերժել եմ, ընդ դաժե ուրիշ բաներ էլ կա, բայց պրոստը վիդեոյով չեմ բարձրաձայնում, այնտեղ են չեմ էլի, որ բարձրաձայնեմ միամիտ մեկի վրա քրեական գործ հարուցվի, զուտ այդ պատճառով չեմ բարձրաձայնում։ Հիմա այս մեր հարգարժանները իմ խոսացածներից հետո որպես նստում մտածում են, որ բավականին համակիրներ են կորցնում, մարդիկ իրոք համաձայնվում են իմ հետ, իմ ասածների հետ, քանի որ ամեն ինչ փաստերով իրականությունը ներկայացնում եմ, ինչ են անում սրանք։ Սկսում են վրովս բաներ տարածել, գտնում են ինչ-որ մի հատ փնթի անձնավորությունների, որը դի հելնի խոսա թե իբր ասեք օրինակի համար մեր եղբայրական եզդիների վրով ինչ-որ բան եմ ասել կամ արցախցիների վրով, ինչ-որ պառակտում եմ մտցնում, բնականաբար կատարյալ սուտ։ Ինձ մի այսքան ճանաչողը ուղղակի գիտի, որ ես եմ այդ միշտ կոչ անում, որ չպետք է տարբերություն դնենք, պետք է համախմբված լինենք։ Մի խոսքով ժողովուրդ ջան, դա ամեն ինչը կա։ Թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Քոչարյանի, թե Սերժի ժամանակ այո, նման խոսակցություններ եղել են 7 շրջանները հանձնելու, բայց փուլ առ փուլ, այսինքն 3 շրջան, հետո 4 շրջան։ Ռուսաստանը որպես միջնորդ, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, եկել էր համաձայնության Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների հետ, Ալիևի եւ Հայաստանի իշխանությունների հետ, դեռ Սերժի եւ Քոչարյանի ժամանակ էլ, որ գոնե, տվեք, մի բան տվեք, գցեք ադրբեջանցիներին, վերջնական այս խնդիրը լուծելու համար։ Այո, 3 նախագահների ժամանակ էլ այդ 7 շրջանների մասին խոսքը եղել է։ Բայց նրանցից ոչ մեկ դա չէր տալու 7-ը, չէին ուզում տային։ Այսինքն կոնկրետ իրենց պաշտոնավարման ժամանակ իրենք չէին ուզում տային, որովհետև ժողովուրդը դա այլ ձև կընկալեր, քանի որ այդ 7 շրջանների համար նույնպես մի քանի հազարանոց հայ զինվորների կյանք է տրվել, արյուն է թափվել։ Այսինքն ժողովուրդը նրանց դավաճան կորակավորեր։ Բայց այո, նրան 3 նախագահներն էլ նման մտադրություն ունեցել են։ Հիմա ասեմ թե ինչու։ Քանի որ սովետի փլուզումից հետո մինչև Ադրբեջանին անկախ պետություն ճանաչելը մենք արդեն կռվում էինք Ադրբեջանի հետ։ Բայց աշխարհը Ադրբեջանին սովետական, այսպես ասած, քարտեզի հիման վրա ճանաչեց անկախ պետություն Արցախով եւ այդ 7 շրջաններն ներառել, այսինքն ամբողջությամբ ճանաչեց Ադրբեջանի Հանրապետություն։ Դա պատկանում է Ադրբեջանին։ Բայց քանի որ ռուսական, այսպես ասած, ազդեցությունն է Անդրկովկասում, Հայաստանի, Ադրբեջանի վրա եւ Վրաստանի, ռուսներն էին հիմնական խաղացողները այս հարցի մեջ, նրանք էին որոշում։ Որպեսզի այդ շրջանները տալով Արցախը գոնե մնա Հայաստանին։ Ես դա ձեզ ասում եմ հստակ, նման խոսակցություններ եղել են, պայմանավորվածություն է եղել։ Պուտինը հենց այնպես չասեց այն միտքը, որ այո, նա ընդունեց, նա ասեց, բոլորը հիշում եք, եթե լսել եք Պուտինի ելույթը Արցախի հարցով եւ այդ 7 շրջանների։ Նա հստակ ասեց, որ պայմանավորվածությունը եղել է Ալիևի եւ Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի տրվի 7 շրջանները, իսկ Ալիևը պետք է հրաժարվի Արցախից։ Ասեմ ձեզ, որ Ալիևը համաձայն է եղել, որ Արցախը մնա Հայաստանին։ Գոնե լավ այդ 7 շրջանները տվեք, որպես պարտված երկիր, չնայած այդ տարածքները Ալիևի
Իլհամ Ալիևի ժամանակ չեն գրավել մեր զինվորները, ոչ էլ նրա հոր ժամանակ, այլ ավելի շուտ է եղել։ Վաղտ Մութալիբով կար, Էլչիբեյը կար եւ Զարտուզիբիլներ, այն վաղտ էր այդ պատերազմը։ Որպես պարտված հանրապետության նախագահ, որ այսօր Ալիևն է, իր ժողովրդի առաջ իր իմիջը բարձրացնելու գոնե մի բան, հա, շատ ծնգի իջած չմնա, գոնե տվեք այդ 7 շրջանները, ես Արցախից վերջնական կհրաժարվեմ։ Այո, եղել է նման պայմանավորվածություն։ Ինչ կատարվեց արդյունքում։ Հիմա պետք է մնար, որ 7 շրջանները տային, որ Ալիևն էլ հրաժարվեր, ստորագրություն, այո, պաշտոնապես ստորագրվեր, որ ես Արցախից հրաժարվում եմ, դա անցնում է Հայաստանին։ Բայց դրա համար, որպես այդ 7 շրջաններ տային, ոչ Լևոնը կտար, ոչ Քոչարյանը կտար, ոչ էլ Սերժը, նորից կրկնեմ, որտեվ այդ հողերի համար արյուններ թափվե։ Ժողովուրդը եւ Սփյուռք հայությունը կճանաչեին, եթե Լևոնը տար կամ Քոչարյանը կամ Սերժը, ով էլ տար նրանք ճանաչվելու են դավաճան։ Ինչ անենք, որ գտնենք այս հարցի լուծումը։ Ինչ էր պետք անել։ Շատ պարզ եմ խոսում։ Գտնել մի խրտվիլակի, մի դավաճանի, սրբապիղծի, անբարոյականի վաստակի, որը հանուն 2 կոպեկի, հանուն իշխանության, նա կգնա ամեն ինչի։ Այո, արևմուտքի կողմից նորից եմ ասում, ճնշումը եղել է Հայաստանի իշխանությունների վրա, թե մի բան տվեք այդ հողերը։ Բայց քանի որ Ռուսաստանն էր գլխավոր խաղացողը, վերջին խոսքը Ռուսաստանինն էր, Ռուսաստանը իր դաշնակցին վերջնական չտարորելու համար եկել էին այն համաձայնության, որ Արցախը 7 շրջանները կտան, Արցախը կանցնի Հայաստանին։ Այսինքն 50-50, արգնա, այս էլ Հայաստանին է, վերջնականապես այս հարցը պետք է լուծվեր։ Ճիշտ, արևմուտքը չէր ուզում, որ Արցախն էլ մնար Հայաստանին։ Ինչու՞, որովհետև անգլոսաքսերը Ադրբեջանի նավթի հանքերից եւ այլն իրենց շահերն ունեին։ Բնականաբար։ Հրյաները նույնպես։ Նրանց պետք էր, որ ամբողջը գնար։ Բայց չէին կարող Ռուսաստանի դեմը առնել, որտեղ նա էր գլխավոր որոշողն ու խաղացողը։ Քանի որ Ադրբեջանն էլ էր հարևան Ռուսաստանին, հարևանը Ռուսաստանին, Հայաստանն էլ իր դաշնակիցն է, որ ոչ շիշը վառի, ոչ քյաբաբը, ռուսները որոշեցին Հայաստանի իշխանությունների հետ, Ադրբեջանի Ալիևի հետ պայմանավորվեցին, այսքանը գոնե այմար տարիվեկալ համոզել էին Ալիևին, այո, 7 շրջանները վերցրա, բայց Արցախը պետք է ստորագրես անցնի Հայաստանին։ Ալիևը համաձայնվել է, ես դա ձեզ հստակ եմ ասում, համաձայն է եղել այդ տարբերակին։ Բայց պետք էր մարդ, որ տար այդ 7 շրջանները, որպեսզի դավաճանության պիտակ չմնար այդ տվողի վրա։ Պետք է գտնեին մեկին, որ տար։ Սերժը տար, դավաճան էր դուրս գալու։ Սերժի մարտական ընկերներն էլ չէին ների դա։ Ժողովուրդն էլ չէր ների։ Ոչ Քոչարյանին, ոչ Լևոնին, ոչ Սերժին, եթե նրանցից որևիցե մեկը այդ 7 շրջանները տար։ Բայց մտածեցին, իրանք էլ էին ուզում, որ գնար դա։ Այո, 7 շրջանները ուզեցել են թե Լևոնը, թե Քոչարյանը, թե Սերժը, որ գնա։ Բայց Արցախը մնա Հայաստանին։ Արցախը մնա Հայաստանին, լավ հիշեք։ Դրա համար գտան հարմար մի խրտվիլակի, բերեցին իշխանության, որը ձեռ էր տալիս Նիկոլի նման տականքը, թե Արևմուտքին եւ թե Ռուսաստանին։ Այստեղ Արևմուտք Ռուսաստան շահերը համընկան։ Հա, լավ, առայժմ հələ թող Արևմուտքը իհարկե այդտեղ Պուտինը հենց այնպես չի ասում, որ Արևմուտքը մեզ խափեց շատ հարցերում։ Խափեց։ Որտեւ Արևմուտքն էլ էր ասում Ռուսաստանին, լավ, գոնե հա այդ 7 շրջանները տվեք աղբեր ջան, դրանով կպրծնենք։ Թող Արցախն էլ Հայաստանին։ Հեղաշրջում կատարվեց։ Իհարկե ժողովուրդը արդեն դժգոհ էր Ալան Թալանից եւ այլն բաներից, քանի որ նրանք Ռուսաստանի խամաճիկներն էին, դրացոներն էին։ Այո, Քոչարյանն ու Սերժը դրանք դրացոներ էին։ Որպեսզի համազգային ատելությունը չգնար իր սահմաններից դուրս, որ Ռուսաստանը, տեսեք, իր բերած մարդիկ են, ուրեմն Ռուսաստանն է այստեղ ամեն ինչ անում, սրանք թալանում են, ամեն ինչ անում են, բայց դες Ռուսաստանը լռում է։ Ինչի սրանց ականջները չի ձգում։ Արևմուտքը այդ պահին օգտագործեց ժողովրդի այդ դժգոհությունը եւ հեղաշրջում իրականացվեց։
Իհարկե, ռուսները լավ էլ գիտեին։ Ռուսական հետախուզությունը եւ Կրեմլում լավ գիտեին, որ նման հեղաշրջում հեղափոխության անվան տակիպր գալու է մի տականք։ Գալու է, բայց ռուսները չէին պատկերացնում, թե տականքը ինչ տականք է։ Նրանք մտածում էին, թե գգա Նիկոլը կտա այդ 7 շրջաններ ու վերջ Արցախն կետ Հայաստանին կվերջանա։ Սենց ենք արևմուտք հետ պայմանավորվել։ Բայց արևմուտքը այո խաբեց Ռուսաստանին։ Նիկոլը եկավ իշխանության, այդ կոմեդիան սարքեցին, սաղ իբր հեղափոխությունները, սաղ սուտի բաներ են, այնինչ ճշմարտակի տվել իշխանությունը, քանի որ Պուտինն էլ ասել է բնականաբար Սերժին, դե եթե դու չես տալու, Քոչարյանը չէր ուզում տար, դու էլ չես ուզում տաս, որպեսզի այդ դավաճանի պիտակը ձեր վրա չմնա, բայց դուք էլ եք համաձայն որ գնա, ուրեմն գտեք մեկին, որ ինքը տա ինքն էլ դավաճան դառնա։ Այս հարցը լուծենք վերջնական, բայց Արցախը վերջնական պետք է գար Հայաստանին, Ալիևը նորից եմ ասում համաձայն եղել։ Ինչ կատարվեց արդյունքում։ Արդյունքում կատարվեց սա։ Պուտինը երբ որ ասում էր, խոսքը եղել է, լսել եք ելույթը իր ասեց, խոսքը եղել է 7 շրջանների տալու մասին։ Բայց Նիկոլը ստորագրեց Պրագայում, Արցախն էլ հանձնեց։ Հարց. Արցախցիներից շատերը, իհարկե դա չիմացության հետևանք է, Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը ասում էին, բա որ խաղաղապահներ էին ռուս Արցախում կանգնած, ինչու չէին պաշտպանում Արցախի ժողովրդին, որ Արցախը ռուսները հենց իրենք տվեցին, որ այդ դեպքում իրանք պաշտպանում էին ադրբեջանցիներին։ Ռուսական հետախուզությունը արդեն նախորոք իմացավ, որ բացի 7 շրջաններից Նիկոլի պես սրիկան նաև ուզում է Արցախն էլ հանձնի։ Բազմից են փորձել, որ նման բան ասել են չլինի, որովհետև Ալիևը համաձայն է Արցախը մնա Հայաստանին։ Բայց արևմուտքը Նիկոլին ստիպեց եւ խաբեց ռուսներին նույնպես, որ պիտի Արցախն էլ տաս։ Նրանք էլ իրենց շահերի համար էին ստիպում, որ Արցախը հետ գնա։ Եվ Նիկոլը իհարկե գումարը առավ եւ Արցախն էլ ճանաչեց Ադրբեջանի կազմի մեջ, Ադրբեջանի մաս։ Դրա համար Պուտինն ասեց. Ինչ պետք է անեին մեր խաղաղապահները այդ դեպքում, երկու քարի արանք էին հայտնվել։ Ալիևը զանգեց ինձ, ասում է, եւ պարզ ասեց, պարոն Պուտին, տեսար, խոսքը 7 շրջանների մասին էր գնում, բայց այս մարդը Արցախն էլ տվեց։ Անկամ Ալիևն է մնացել զարմացած, որ կարող է հայկական կողմը համաձայնել Արցախն էլ տար։ Քիչ ճնշումներ են եղել այն վաղ Հայաստանի վրա, Սերժի Քոչարյան Լևոնի վաղտորտային, բայց չտվեցին չէ՞ մարդիկ, որտեղ Ռուսաստան կար իրանց թիկունքին, դաշնակից կար մեծազոր։ Էսա էլ թող չտար, թող պայել իր հավատարմությունը Ռուսաստանի հետ, եւ այսօր Արցախը իր տեղը կդեր։ Բայց սա չպահես, որովհետև արևմուտքը լավ էր լվացել սրա ուղեղը։ Սա եկել էր ամեն ինչ հանձնել, որտեղ կաշառված էր։ Եվ Արցախն էլ վաճառեց ու վերջնականապես փակեց այս հարցը։ Դրա համար ռուս խաղաղապահները մոլորության մեջ էին հայտնվել, չգիտեին ինչ անեին։ Ասում են նրանք թողում էին, որ ադրբեջանցիք ռմբակոծեն այս անունն, որովհետև ռուսները արդեն իմացել էին Հայաստանի այս թափտպուկների իշխանության, նախորոք իմացել էին սրանք ինչ են ուզում անեն։ Սրանց մտադրությունները իմացել էին։ Ունգել են խառնաշփոթության մեջ։ Հիմա կասեք, շատ լավ ես դասավորում Ռասկլադը իոքուդ ռուսների։ Ոչ։ Ես ռուսամետ չեմ, ոչ էլ արևմտամետ։ Ռուսները այո շատ վատություն են արել մեր ժողովրդին պատմության մեջ։ Եվ արևմուտքն էլ է նույնպես վատություն արել մեզ պատմության մեջ։ Երկու կողմերից էլ մենք դժվար ենք եղել։ Խնդիրը ստեղ հենց դա է եղել։ Դրա համար Ալիևը ասեց Պուտինին, հեն Արցախն էլ տվեց, երկու խաղաղապահները մնում են Արցախում էլ ինչ անեն։ Հավաքի գնաց տեղից։ Նա էլ ինչ պետք է աներ։ Ապուշացած վիճակ էր։ Սա Ռուսաստանն է տվել։ Նորից եմ կրկնում, Ռուսաստանը Արցախ չի տվել, այլ տվել է Նիկոլը իր տերերի հրահանգով։ Վաճառել, ատեղել է փող աշխատել։
Ինչի՞ չէ որ, եթե պետք է տամ հենց այնպես խիտամ, գոնե մի բան առնեմ մեջը։ Ապուշին էլ Դավաճանի համար դա նորմալ բան է, գործելակերպ է։ Այսպիսով գնացել է, անցել է ռուսների ձեռքից էլ գնաց, Հայաստան ձեռքից էլ գնաց Ադրբեջան։ Վերջ։ Всё, Ռուսաստանն էլ ոչինչ չուներ, այդտեղ ոչ մի դերակատարություն չունեցավ այդ հարցում։ Երբ որ մեղավորներ ենք փնտրում, հարգելիներս, նախ առաջին մեղավորությունը փնտրենք մեր մեջ փնտրենք։ Ասեմ ինչով, վառ ապացույց, այսօրվա ձեր իշխանությունը։ Ո՞վ է Նիկոլը, վարչապետը, այդ անուղեղ հայվանը, կամ իր կողքի պաշտոնավորներն այդ ազգային ախորում գտնվող դեպուտատները։ Սա դասալիքներ են, գեյ ու լեսբիանքեք են, անբարոյականի վաստակներ են ու սատանիստներ։ Սերժն էլ մնաց զարմացած, Քոչարյանն էլ ոնց Արցախը գնաց, բայց համբալին սարքինք, որ գա, որ սա մենակ 7 շրջաններ է, բայց նա դրեց դա էլ տվեց։ Իսկ հիմա այդ մին համբալը Սերժին, Քոչարյանին, Լևոնին, եկեք խոսանք, դուք եք տվե այդ ամեն ինչը։ Գիտեք ինչ, ասելով չի, փաստաթուղթ պետք է լինի, ապացույց, վերջ, ապացույց, ամեն ինչին ապացույց է պետք։ Եթեով դուք Պողոս, Պետրոս ասելով, այտենց հարց չի լուծում պետական ղեկավարը։ Դա պետությունն է թե քուչի բազար։ Վերջ, դու ես տվել վերջ, ես տենց եմ կարծում ու վերջ ու բոլորը պետք է ընդունեն իմ կարծիքը, որ իրանք են տվել։ Նման բան չկա, թուղթը ցույց տուր։ Իսկ նման թուղթ գոյություն չունի։ Չունի։ Ահա ողջ ճշմարտությունը։ Երկրորդը Սովետական միության կազմի մեջ մենք մտել ենք Արցախով, այսօր որ Կիրովաբադ է կոչվում, դա մեր նախկին Գանձակն է եւ Նախիջևանով եւ այսօրվա մեր Հայաստանով։ Այսքան տարածքով ենք մենք մտել Սովետ միության կազմի մեջ, Լենինի բոլշևիկյան Ռուսաստանի ժամանակ։ Այն ժամանակ Պոլիտբյուրոյի անդամ, Պոլիտբյուրո կար, եթե հիշում եք, քաղաքական խորհուրդ կար։ Պոլիտբյուրոյում կային ջհուդներ, Տրոցկի կար, ջհուդ, հրյա, Զինովև հրյա, Կամենև հրյա, եւ սրանք ամեն ինչ արեցին, համոզելով Լենինին, որ պետքա ստեղծվի Ադրբեջան շինծու, այս արհեստական հանրապետությունը ստեղծեցին։ Կտրտեցին Վրաստանից ինչ-որ բան տարան, ինչ-որ բաներ տարան, մեծ մասներ տարան Հայաստանից եւ ստեղծեցին արհեստածին ադրբեջանական հանրապետությունը։ Ինչու համար, սա հрьяաներն են արել, որտեղ այն ժամանակ բոլշևիկյան իշխանության ժամանակ հрьяաները մեծ պաշտոններ էին գրավում եւ Լենինին համոզեցին, որ այդ քայլին գնա։ Այն ժամանակ այսօրվա Իսրայելը պետությունը գոյություն չուներ դեռ։ Դա համաշխարհային երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղել է Ստալինի ջանքերով, Ստալինի առաջարկով է եղել, որը որ արևմուտքն էլ է շատ համաձայն եղել եւ շատ հрьяաներ, ինչի՞ չէ, որ պատմական հայրենիքը դու հետ գա։ Ինչի համար այդ արհեստացին Ադրբեջանը ստեղծեցին հрьяաները, որտեղ չունեին այ հայրենիք, 1000 տարի կորցրել էին իրենց պետականությունը։ Բնականաբար Ադրբեջանում ուզում էին ստեղծեին հրեական պետություն։ Հետո կամած այդ Թաթարստանի Զենյաներից եկած այդ Չինգիզխանական այդ ուռոդներին, այդ բոշա ցեղերին, ազիկներին, դրանց այդ քոշվորներին ռադ էին անելու տեղից եւ ամբողջությամբ սարքեին հրեական պետություն։ Նրանք իրենց պետություն էին ուզում ստեղծեին ուրիշների տարածքի վրա։ Լենինի գլուխը աղաց Ստալինը ինք եկավ իշխանության։ Ստալինը չուզեցավ, որ հрьяաները այնտեղ պետություն ստեղծեն, Ադրբեջանում լրիվ հրեական պետություն, ռեսպուբլիկա, թե հрьяաները լրիվ իշխեին Ադրբեջանը, որը որ արդեն իշխում էին։ Մի օր էլ կանջատվեին Ռուսաստանից եւ այսօր կլներ այդտեղ Ադրբեջան տեղը իսրայելական հանրապետություն, որը ճշնամի կլներ ուղիղ իմաստով Ռուսաստանի հետ։ Դրա համար Ստալինը հрьяաներին իրենից, իր սահմաններից հեռացնելու համար հрьяաների պատմական հայրենիքը իր առաջարկությամբ արևմուտքին բոլորը համաձայնվեցին, հա ինչի՞ չէ որ։
Հрյաները հողերը այն վաղ պաղեստինցիներն էին ապրում, արաբներն էին ամբողջ տարածքի վրա ապրում։ Վերցրեցին եւ տվեցին հрյաններին եւ ստեղծվեց հրեական պատմական երկիրը։ Նորից վերականգնվեց։ Այդ դեպքում Ստալինը խորամանկ էր։ Ադրբեջանից բոլոր հрյաները ուրախությամբ սկսեցին արտաքսել դեպի իրենց հայրենիք։ Մայր հայրենիքն է նորից վերականգնվել։ Այդպիսով Ադրբեջանը դադարքեց հрյաներից, որ հետո Ռուսաստանի համար վտանգ նրանք չսպառնան։ Հասկացաք ինչ է կատարվել։ Ահա թե ինչ է եղել։ Այս է եղել։ Բայց քանի որ հիմա աշխարհում խոսենք այսօրվա ժամանակներից պատմական արդարություններ են արդեն մեջ եկել, ամեն հին ազգեր իրենց մայր պատմական տարածքներն են ուզում, հիմա ամբողջը դրան են գնում։ Բնականաբար Ռուսաստանը ունի շատ լավ հնարավորություն իր նախնիների բոլշևիկյան Ռուսաստանի անօրինական սահմանադրությունը խախտելով այդ կեղտոտ որոշումները ճանաչի անվավեր եւ կանչի Ալիևին եւ ասի. Գիտես ինչ, եղբայր։ Այս թղթերը այսօր կա, սենց եղենայի փաստաթղթերը կան։ Դուք Շինցո հանրապետություն եք եղել։ Պարսկաստանն էլ այնտեղ տարածք ունի Ադրբեջանի կազմի մեջ։ Պարսիկներից տարան, վրացիներից մի փոքր մաս, հիմնականում հայերից տարան եւ ստեղծեցին արհեստացին Ադրբեջան։ Սովետ միության ժամանակ եղել, բոլշևիկյան իշխանության ժամանակ։ Թող ռուսները դնեն այսօրվա ռուսական իշխանությունը, այս պատմական արդարությունը վերականգնեն։ Անվավեր ճանաչեն այդ փաստաթղթերը, որը որ շատ խելքին մոտ տարբերակ է, հնարավոր տարբերակ է, եւ այդ հողերը վերադարձնեն նորից Հայաստանին։ Նախիջևանը, Գանձակը, որ այսօր Կիրովաբադ է կոչվում, եւ Արցախը նորից հետ գա մայր հայրենիք, բոլորը միավորվեն։ Բայց չի լինի դա այնքան ժամանակ, գիտեք ինչի համար, արևմտամետ իշխանություն է Հայաստան։ Այսօր Ռուսաստանի թշնամություն է պահպանում։ Նա այդ լավությունը չի անի։ Եվ ես կարծում եմ, որ հայ ժողովրդի իհարկե միգուցե կեսը, միգուցե ավել, մի քիչ պակաս ուզում են Ռուսաստանի հետ նորից բարեկամանան, լավ հարաբերություններ։ Իհարկե մեծ երկիր է, շուկա է մեզ համար։ Հազարավոր կիլոմետրներով են կողմ բարեկամներ գտնելը, մոտիկ բարեկամից լավը չի կարող լինի։ Գիտեք ինչ, վրացիք են ժամանակին մտել Ալավերդին, ինչև Կիրովականը կե հասել են, գրավել են մեր հողերը։ Դե թուրքերն էլ իրանց հերթին, Ադրբեջանը արհեստական սարսին տարան, ռուսներն էլ մեր հողերից Ղարսի նահանգը թողեցին Թուրքիային։ Արևմուտքն էլ Վիլսոնյան պայմանագիրը չի հանում Մեյդան, որպեսզի տա։ Բոլորն էլ մեզի վատություն են արել, բոլորը։ Եթե այդպես նայենք, ուրեմն այս աշխարհում մենք տեղ չենք ունենա։ Պետք է համակերպել այս ամեն ինչի հետ, մի քիչ արձև սկսել մտածել ու շտկել այս ամեն ինչը կամաց նորից վերականգնել։ Իսկ դրա համար հարգելիներս ազգային իշխանությունը պետք է։ Ես նորից եմ ասում, նորից ու վերջնական հայ ազգի, հայ պետականության եւ ապագայում շատ հարցերի լուծման միակ բանալին դա ազգայնականներից ազգային իշխանություն ունենալն է մեր հայրենիքում։ Այլ ճանապարհ ես չեմ տեսնում։ Եթե Նիկոլը երկրի հակառակ կողմը գիրք է գրել, ողնուղեղի վրա գրված երկրի հակառակ կողմը, զգուշ եղեք, այսօր իշխանության պայքար է գնում։ Կարող է գալ մեկը, էլի նույն անբարոյականը, նույն ստախոսը, ինքն էլ լինի երկրի ձախ կողմը, այս անգամ վերջնական տանի բոլորին անդունդ։ Այսօրվա իշխանության համար պայքարողների մեջ պարզ ասում եմ, պետական, քաղաքական գործիչ չկա։ Պետության առաջին աթոռը դա քաղաքական աթոռ է։ Դուք որտեղ եք տեսնում այդ պայքարողները, որ պայքարում են դրսից ու ներսից իշխանության համար։ Որտեղ եք տեսնում քաղաքական գործիչ։ Դրանց մեջ դիվանագիտության մի նշում տեսնում եք, չկան։ Մեկը հայյանքներով է իրան առաջ տանում, խաղում է ժողովրդի նեղության վրա։ Այն մեկը ուրիշ ձև է վախացնում, թե թուրքերը սա գարցակնեն մեր վրա։
Այսինքն, սրանք բոլորով ոնց ասեմ, մի գլուխ է, մի գլխի վրա, մի մարմնի վրա մի քանի գլուխներ։ Այսօր Նիկոլը արդեն սպառել է, ինչ որ արեց, իր տերերին արդեն ժամանակն է գալիս, որ էլ պետք չի։ Սրան տանենք, մյուսին բերենք։ Իսկ այդ ով ուզում է գա, հիշեք, որ ասում է ես պիտի լինեմ երկրի ղեկավար, լավ հիշեք ասածս։ Ոնց կարա մարդը տենց վստահ լինի, ես պիտի լինեմ, ու պիտի գամ ու կտեսնեք։ Չկա նման բան։ Նման բան գոյություն չունի։ Փոքր երկրները միշտ էլ սրա կամ նրա կողմից պետք է լինեն։ Ուրեմն կամ այն կողմից պետքա տերը լինի այդ հպարտ խոսածողի համար, որ բերեն իրան իշխանության։ Սա էլ ձեզ հուշում։